արտադրական գործընթացներում եւ մեր առօրյա կյանքում օգտագործվող ապրանքները որոշ ժամանակ անց կորցնում են սկզբնական սպառողական հատկությունները եւ վերածվում թափոնների։ Դրանց մեծ մասը համարվում են վտանգավոր թափոններ։ Եկեք խոսենք այն մասին, թե որ թափոններն են վտանգավոր, իսկ որոնք ոչ։ Նախ հասկանանք, թե ինչ է վտանգավոր թափոնը։ Վտանգավոր են համարվում այն թափոնները, որոնք ունեն բացասական ազդեցություն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա։ Հայաստանում վտանգավոր թափոնները բաժանվում են 4 դասի, կախված նրանց վտանգավորության աստիճանից։ Վտանգավոր ապրանքները եւ դրանցից գոյացող թափոնները կարող ենք տարբերակել օրինակ պիտակի վրա առկա հատուկ նշաններով։ Ահա այսպիսի նշաններ կարող եք հանդիպել տարբեր ապրանքների վրա. քայքայիչ, թունավոր, դյուրավառ, պայթուցիկ։ Որոշ ապրանքներ չեն համարվում վտանգավոր ճիշտ գործածության դեպքում, սակայն կարող են մեծ վտանգ հասցնել մարդուն ու բնությանը սխալ կիրառման կամ պահպանման դեպքում։ Օրինակ սնդիկային ջերմաչափը, մարտկոցները, սնդիկային լամպերը եւ առօրյա կյանքում կիրառելի այլ ապրանքները կիրառությունից դուրս գալուց հետո հանդիսանում են վտանգավոր թափոններ։ Վտանգավոր են համարվում նաև որոշ ապրանքների տուփերը եւ տարաները, օրինակ մեքենաների համար օգտագործվող յուղի, դեղորայքի, սոսնձի ու շինարարական ապրանքների տարաները եւ այլն։ Հաճախ տարբեր տեսակի թափոնները միախառնվելով դառնում են ավելի վտանգավոր։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է թափոնների ճիշտ կառավարումը։ Վտանգավոր թափոնները չպետք է նետել նույն աղբամանի մեջ, ինչ մնացած թափոնները։ Մինչդեռ վերամշակման ենթակա թափոնները պետք է նետել տեսակավորման ամանների մեջ, իսկ վտանգավոր թափոնները պետք է առանձնացնել եւ հանձնել համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություններին։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների պահման, փոխադրման, վերամշակման կամ վնասազերծման եւ այլ գործողություններ կատարելու համար համապատասխան կազմակերպությունը պետք է ստանա հատուկ լիցենզիա Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունից։ Վտանգավոր թափոնների գործածության լիցենզիա ունեցող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության վեբկայքից։ Հետևաբար վտանգավոր թափոնները տարբեր կազմակերպություններին հանձնելիս նախապես համոզվեք, որ նրանք ունեն համապատասխան լիցենզիա։